Յա, այս հարևանս էս ունի, ես չունեմ, բախի չունենամ։ Փորձենք ավելի կամեցող լինել, հայ։ Կանեք, չգնաք ոչ միտեղ, տանը կամպոտ եմ գտել, համ մրգերն են Արցախից, համ ջուրն Արցախից, սա պետքա Տեր հայրին տամ։ Իսկ դուք հիշում եք, չէ, որ մենք շարունակում ենք 10 պատվիրանների մասին խոսել եւ առավոտյանը արդյոք աղոթում եք անցած օրվա մասին, մտածում եք, ինչ արեցիք, որ լավ լինի, օրինավոր ապրենք, լավ մարդ կոչվենք, հետո գնալուց մեր հետևից անեծքներ չստանանք, այն որ ասում են հետևներիցս լացող լինի։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ եւ մենք Տեր Տիրատուր Սարդարյանի հետ ձայնագրում ենք ձեզ համար վերջին հաղորդումը 10 պատվիրանների։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի Նարինե ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք նախ։ Փառք Աստծո, ինչպես միշտ, աղոթքով եւ բարի մտքերով լցված սկսենք մեր օրը։ Շնորհակալություն ձեր բարեմաղթանքների նաև համար եւ մեզ դասեր տալու, որովհետեւ բազմիցս գրում են նաև տարբեր նամակներով, անձնական նամակներով փոխանցեմ մեր դիտողների շնորհակալությունը այսօր շարտ արդի է եւ ինչքան մենք խոսում ենք ամեն դեպքում ասում ենք երևի ազգային ինչ որ բնագիծ է, որ 4 բոլորը սովորել են ստի մեջ ապրել, այս 10 պատվիրաններն էլ հա ոտնահարում են եւ իդեպ մենք երբ որ սկսեցինք, ասացինք, որ ժամանակակից կյանքում արդյոք այս 10 պատվիրանները պետք են, թե անցել է դրանց ժամանակները, բայց փաստորեն չեն անցել Տեր հայր այդ ժամանակները եւ այս 10-րդ պատվիրանը իդեպ շատ ամենա երևի արդին է, որովհետեւ ինչ է գրված Աստվածաշնչում։ Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը, կամ նորա ծառային, կամ նորա աղախնին, կամ նորա եզին, կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մեկ բանին։ Դե հիմա եթե պատկերացնենք Տեր հայր ջան, էշը կամ եզը, հարևանի մեքենան է, կամ այս արդի, հա, ժամանակակից ինչ որ ապրանքների մասին, մի ցանկացիր iPhone վերջին մոդելի ունենալ, արդի է։ Մենք տեսնում ենք, օրինակ, ես միշտ ասում եմ Հայաստանում էսպես է, Սփյուռքում էսպես է, ամեն դեպքում միշտ հարևանների մեջ տեսնում ես, յա, այս հարևանս էս ունի, ես չունեմ, բախի չունենամ։ Նույնիսկ, գիտեք, երևի այն դրան դիմացի շորը որ կա, չէ, որ են գրում են welcome բանման, էդ էլ ա թելադրում, որ ես պետք է ունեմ նամ դրացուս նման պոլիշոր։ Այ դա իսկապես միշտ բոլոր ժամանակներում փաստորեն կա ու կապ չունի դրանը էշա կապած, թե մայբախ է կամ էլ թեկուզ ինչ որ մի հատ մոտոցիկլետ է։ Տեր հայր, ձեր պրակտիկայում այս վերջին 10-րդ պատվիրանի հետ կապված ինչ են գալիս հավատացյալները օրինակ ինչ են ասում, խոստովանում են, որ ուզում են ինչ որ մի բան դրացուց։ Ահ, Նարինե ջան, գիտեք ինչքան էլ մենք զարգանանք եւ ժամանակները զարգանան եւ էշը վերածվի մեքենայի, մարդկային մեր հարաբերությունները համակագրություններից վերածվեն WhatsApp-ային ինչ որ հաղորդումներ փոխանցելուց, մարդիկ նստեն մեքենայից էլ են կողմ, նստեն մի տիեզերքից մյուս տիեզերք իրարու հյուր գնան, ամենանորագույն զարգացած տեխնոլոգիաները օգտագործեն, միևնույնն է զուտ մարդկային հարաբերությունները մնալու են իրենց խորքում նույնը։ Եվ այդքան ժամանակ էլ այս պատվիրանները, որոնք կոչված են մարդուն ավելի կյանքը թեթևացնելու այս աշխարհի վրա երջանկացնելու այդ պատվիրանները մնալու են արդիական։ Երբ որ Այո, իրավացի եք։ այս
9-րդ նախ ասեմ, որ երբեք այս պատվիրանների մասին զրուցելուց այդպիսի միտք չի եղել դաստիարակելու կամ սովորեցնելու, այլ ուղղակի զրուցում ենք այս հարցերի շուրջ, բայց եթե մարդիկ ինչ-որ դասեր են քաղում կամ կարողանում են դրանով ղեկավարվելով կարդալ Սուրբ Գիրքը եւ իրենք էլ մտածեն մեր եկեղեցու հայրերին կարդան, իհարկե դա գովելի է եւ շատ ուրախ եմ, եթե այդպես է։ Եթե վերադառնանք մեր պատվիրանին, 10-րդ պատվիրանին, ինչ են ասում մարդիկ։ Մարդիկ, եկեք մարդկանց մի կողմ թողենք, մեզանից սկսենք, ինչպես ես միշտ սիրում եմ ասել, նոր էի եկել Գերմանիա եւ այդ ժամանակ այսպես հաստ մեծ ուրեմն ժուրնալներ էին գալիս, այն ժամանակվա գովազդներ, հա, եւ այդ ժուրնալների մեջ ինչ ասես, որ չկար ուրեմն հագուստից սկսած տղամարդու, կնոջ, երեխայի, տնտեսական, տեխնիկա եւ այլ ամեն ինչ որ մարդու սիրտը ցանկանա եւ այդ ուրեմն ժուրնալը որ բացում էիր միշտ ինչ որ բաներ էին գալիս, որոնք չունեիր եւ մտածում էիր, վայ, սրանից բա ես չունեմ, բա որ ունենայի ինչ լավ կլիներ, չէ՞։ Եվ դա այսօր ավելի կատարելագործված, հա, այսօր երբ որ մենք օգտագործում ենք այս ժամանակակից տեխնիկան, նա լսում է մեզ եւ մեր ցանկությունների համաձայն բերում է մեր աչքի առջև այնպիսի գովազդ, որը մենք անպայման կհետևենք, կգնանք, կգնենք, կուզենանք դա ունենալ եւ իրականում այստեղից սկսվում է այդ խնդիրը։ Մենք ենք այդ մտքերի տերը, թե այդ մտքերն են մեզ տիրում։ Մենք ենք մեր ունեցվածքի տերը, թե մեր ունեցվածքն է մեզ տիրում։ Եվ այստեղ մենք խոսում ենք մի կողմից մարդկային հարաբերությունների մասին, մի կողմից նաև մեր հարաբերությունների մասին տարբեր իրերի վերաբերյալ, հա, եւ այստեղից կարող ենք նաև խոսել խանդի մասին եւ նախանձի մասին, հա, նախանձությունը եւ խանդը, որոնք մարդուն ուղղակիորեն սպանում են։ Եվ եթե մարդկային հարաբերությունների մասին խոսենք, այնտեղ կարդացիք մի ցանկացիր, հա, դրածուտ կնոջը, բայց այսօր կարող ենք նաև կանանց ասել մի ցանկացիր դրածուտ ամուսնուն, հա, եւ հարցը այստեղ միայն տղամարդկանց ցանկությունը չէ, այլ նաև կնոջ եւ ընդհանրապես ընտանեկան այդ սրբությունից դուրս հարաբերությունների մասին, ընկերական շրջաններում, բարեկամների եւ այլն այս ուղղակի այստեղ գենդերային այդ հավասարությունների խնդիրն է առաջացրել նման իրավիճակ, նաև որոշակի ժամանակներ առաջ ֆեմինիզմի այդ շարժումը նաև երևի։ Այո, բայց խնդիրը այստեղ նրանում է, որ դու այնինչ որ դու ունես, պետք է դրանով բավարարվես եւ հասկանաս, թե այն ամենը ինչ որ քեզ առաջարկում են, ինչու են առաջարկում, դա քեզ պետք է թե չէ, երջանկացնում է թե չէ։ Իրոք դու դրա կարիքն ունես, հնարավորություն ունես դա գնելու, հա։ Մեծ խնդիրներից մեկը այսօր այս կրեդիտային համակարգը բանկերը սովորել են մարդկանց շատ գեղեցիկ խաբել, հա, եւ ասել, որ վնաս չի, որ դու գումար չունես, մենք քեզ գումարը կտանք, դու էլ կամանց ամսական ինչա, որ փոքր գումարը կվերադարձնես։ Բայց երբ որ նստում ես եւ հաշվում ես, թե այդ փոքր գումարը վերադարձնելով քանի անգամ ավելի ես վերադարձնում, հասկանում ես, թե ինչի մեջ ես ընկել, հա, եւ եթե մի բանը որ մի այդպիսի փոքր բան գնես եւ փոքրիկ մասերով վճարես, ուրիշ բաներ, այս է փոքր, մյուսն է փոքր, չորրորդն է փոքր, 10-րդն է փոքր, վերջում ունես մի 20 փոքր բաներ, որոնք մեծացել են, դարձել են մի բեռ, եւ դու չես կարողանում ամենակարևոր քո հոգսերը հոգալ։
ընկնում ես պարտքերի տակ, եւ եթե մի անգամ այդ պարտքի տակ ընկար, այդտեղից դուրս գալը շատ դժվար է, եւ այստեղից դու սկսում ես նյարդանալ, բարկանալ, կողքիններիդ հետ վատ շփվել, եւ այլն եւ այլն, եւ չես կարողանում ընտանիքդ պահել, կառավարել, սկսում ես ստախոսություն անել, ինքդ քո կյանքը քայքայել, քո շրջապատի կյանքը քայքայել, այդ մարդկանցից վերցրած գումարները չես կարողանում ետ վերադարձնել, հա, եւ այս նախանձը եւ ագահությունը մարդկանց ինչ ոչ բերում են շատ ու շատ մեծ սարսափելի ուրեմն հետևանքների են տանում։ Տեր հայր, իսկ բարի եւ չար նախանձ կա կամ ինչ որ ասում են սև նախանձ, ինձ թվում է նախանձություն է, բայց հիմա դիտողներից հաստատ կասեն, ես բարի նախանձով եմ նայում։ Չկա բարի նախանձ, բարի ինչ է նշանակում բարի նախանձ, կամ նախանձում ես, կամ չես նախանձում, կարող ես ուրախանալ, եթե տեսնում ես, որ մեկի մոտ ինչ-որ մի բան լավ է ստացվում, եւ դու անկեղծ ես եւ սիրում ես քո դիմացի մարդուն, կարող ես ուրախանալ նրա հաջողություններով, բայց նախանձել, ինչու ես նախանձում։ Ուրեմն քո մոտ ինչ-որ մի բան պակասել չի, կարծում ես, համեմատվում ես նախ, որ սխալ է, երբեք չպետք է համեմատվենք ուրիշների հետ, միակ համեմատականը մեզ համար պետք է լինի Քրիստոս եւ փորձենք նրան նմանվել, իսկ համեմատվել ուրիշների հետ, ուրիշ մարդկանց հետ, մենք իրենց կյանքով չենք ապրում, դա իրենց կյանքն է, մեր կյանքը չի, հետո ասում են, չէ, ամեն մի ոչխար իր ոտքից է կախվելու, Տեր հայր, իսկ եթե դա կյանքի համար պատասխանատու չենք այն առումով, որ ինքն է որոշում իր կյանքը ինչպես ապրել, իսկ դու որոշում ես, թե դու քո կյանքը ինչպես ես ապրելու։ Եվ եթե դու անդադ համեմատվես եւ սկսես նախանձել, ասել, որ այն սա ունի, մյուսը ունի, չորրորդ ունի, ինքդ քեզ ես դժբախտացնելու, որովհետեւ դու նաեւ չգիտես բացասական կողմեր այն ամբողջը, ինչ որ դու այսպես տեսնում ես, չէ՞, ինչքան աշխատանք է դրա հետևում կանգնած, օրինակ, երբ որ տեսնում ենք սպորտսմենները ինչ դյուրությամբ են, չէ, այդ բարդ մարզանքներ անում, ասում ենք, վայ, ես էլ կուզեի այսպես, բայց չենք անդրադառնում, որ իրենք օրական ժամեր շարունակ աշխատում են։ Այ դա էի ուզում հարցնել, իսկ եթե դա ոչ թե գողանալու իմաստով է մի ցանկացիր, այլ ընդօրինակելու նույն սպորտում, որպիսի ինքն էլ աշխատի, այսինքն կամ ինչ որ մեկը լավ գիտելիքներ ունի, նա այդ նախանձություն բառը չօգտագործենք, բայց ինքն էլ ձգտի, այդքան գիտակից լինի, գիտություն սովորի։ Դա ուրիշ բան է, դա այն առումով, որ դու տեսնում ես ինչ-որ մի լավ բան եւ ցանկանում ես հասնել դրան, նախ եւ առաջ, երբ որ ես միշտ ասում եմ, զրուցել ամենալավ բանն է եւ զրուցել ոչ թե բամբասել ուրիշի մասին, այլ դիմացինիդ հետ զրուցել, բայց նաեւ այդ երկխոսությունից բացի կա զրույց, երբ որ մենք մեզ հետ ենք զրուցում։ Եվ մենք մեզ հարցեր ենք տալիս եւ ուզում ենք հասկանալ, դա մեզ պետք է թե ոչ, կարող ենք թե ոչ, հնարավորություն ունենք թե ոչ։ Եվ երբ որ տեսնում ենք, որ այո, սա այնպիսի մի բան է, որ ես անպայման ուզում եմ դրան հասնել կամ ունենալ, եւ դա ինձ կարեւոր է, եւ դա կերջանկացնի ինձ կամ կթեթևացնի իմ կյանքը ավելի, ինձ առիթ կտա այսինչ կամ այնինչ բանը ավելի լավ անելու, ուրեմն պետք է մտածեմ, լավ, իսկ հնարավորություն ունեմ, այո կամ ոչ, ինչպես անեմ, որ այդ հնարավորությունը ունենա, այսինքն այն ինչ որ առողջ է, ուրեմն այդ առողջի համար մենք պետք է աշխատենք, պայքարենք, հարցը այստեղ բացասական առումով նախանձելու, ուրիշինը ցանկանալու, առանց որ ինքդ գործադրես, ուրիշինի ունեցվածքի վրա աչք դնելու մասին է խոսքը գնում այստեղ։ Այսինքն ոչ թե իմը լինի, սա իմը, գիտեք, մարդիկ կան, չէ՞ որ
գնում ես տուն, այսպես ամեն ինչ լցված է տունը, եւ այդ մարդը ամեն ինչ գնում է, միգուցե եւ իր աշխատանքով, մեծ հավանականությամբ տարբեր տեղերից գնում է, հնանում է, չի կարողանում թափել դա, պահում է տանը, չէ, կլադովկա կոչված, Հա, լցնում են եւ ոչ մի բան չի կարողանում նետել, աղբը նետել կամ ուրիշին նվիրել եւ ինքը այսպես հավաքում է եւ դրան վերջ ու դադար չկա եւ չի դա կարողանում երևի տարիքի հետ էլ է կապված։ Երիտասարդների մոտ օրինակ նման երևույթ չի այլ շատ նկատվում։ երիտասարդ մարդիկ, Հա, երեխաներ, որոնք իրենց խաղալիքից չեն ուզում բաժանվել, չէ, այդ խաղալիքը դիրացել է իրենց արդեն, ոչ թե իրենք են այդ խաղալիքի տերը, այլ խաղալիքն է իրենց տերը դարձել։ Կոմպյուտերային խաղերը, հələ փորձեք երիտասարդ տղաներից, աղջիկներից կամ անգամ փոքր երեխաներից իրենց ձեռքից իրենց խաղերը վերցնել կամ մուլտիկները վերցնել, անջատել, հմ, չթողել ինտերնետ նայեն, հա? Այդ վիդեոները մի հատ ձեռքից վերցրեք, տեսեք ինչ է կատարվելու։ Օրինակ, ու մերոնք ամենամեծ դժբախտությունը հենց այդ գադջետները բերեցին իդեպ մարդկանց։ ամենամեծ դժբախտությունը այն է, որ մենք մոռացել ենք, որ պետք է պատվիրանների համաձայն ապրենք, այդտեղ մեր Այո, գլխին բերում ենք փորձանքներ։ Օրինակ, մենք մեր տանը պայմանավորվել ենք, որ երբ որ ինչ որ մեկը մեզանից մի նոր բան է ուզում գնել, պետք է երկու բան նվիրի ուրիշին։ Իր ունեցածից երկու բան նվիրի ուրիշին։ Եվ այդպես ուրեմն փորձում ենք ինչ որ բալանս պահել, հա, եւ միևնույն ժամանակ սովորեցնում է երեխաների մոտ նայել նվիրել տալ, կապված չլինել իրերից, որովհետև ավելի խորհրդային եթե մտածենք, ինչ է լինում, հավաքեցիր, հա, ասել ենք, չէ, անցած այդ հաղորդումներից մեկում է խոսեցինք, ամենալավ մեծ տունը կամ մեքենան ցանկացար, ամբողջ կյանքդ աշխատեցիր, ունեցար, բանալին տվեցին ձեռքդ, հաջորդ պահին Սուրբ հրեշտակապետը գալիս է ասում է ապրես դու լավ մարդ ես, գնացինք միսատ կատարել ես, ինչ ես անելու, ինչ ես տանելու հետդ, հա, դե տենց հա, խոսք կա, չէ, մեծական, որ ոչինչ էլ հետը չես տանելու, մենք առանց ոչինչ ծնվում ենք, նույն ձևով էլ գնում ենք։ Տեր ոչ հայր, այս հարևանների թեման շարունակելով ուրիշի ունեցվածքի վրա աչք դնելը, մի հարց տամ, գուցե դա ռետորական է ձեզ համար, բայց շատերիս դա պետք է, որովհետև այսօր Հայաստանում ամենաբարձր մակարդակով համատարած դժբախտության ֆոնի վրա կան մարդիկ, հատկապես իշխանության բարձր օղակներում, որ ցույց են տալիս, իբրև թե իրենք անձնական երջանկություն ունեն, ուրախություն ունեն։ Արդյոք կա անձնական ուրախություն, երջանկություն, եթե համատարած դժբախտություն է։ Դա էլ մի հետաքրքիր սենց բան է, որ ես չեմ ուզում իրանց նմանվեն, ցանկանամ։ այո, դա ուտիլիտարիստական լիբերալ արևմտյան փիլիսոփայությունն է։ Ես էլ եմ շատ հաճախ խոսում երջանկության մասին, բայց այն երջանկությունը, որի մասին ես խոսում եմ, այն մնայուն հավիտենական երջանկությունն է, որը մենք կարող ենք ունենալ միայն եթե գտնվում ենք Աստծո հետ հարաբերության մեջ։ Աստծո հետ միասին լինելու երջանկության մասին եմ ես խոսում։ Դա կատարյալ մի իրավիճակ է, որին մենք պետք է ձգտենք մեր ամբողջ կյանքի ընթացքին եւ շատ հաճախ նաեւ մինչեւ վերջը չենք հաջողվում, հա, բայց այդտեղ մեծ տարբերություն կա, շատ ճիշտ նկատեցիք, դա խորքային հարցը, հեդոնիստական մեր այս դարաշրջանում, երբ որ կարևորը դու երջանիկ լինես, թե կողքինդ ինչ արեց, քանի որ իրեն չես վնասում, ուրեմն ամեն ինչ լավ է։ Հա, սա լիբերալ այս արժեքներն են, սրա վրա է կառուցված այսօրվա կրթական համակարգը դպրոցներում եւ մեր կրթության
այդ տիտանները, որ նստած են նախարարություններում, երբ որ մեզ պրոպագանդում են արևմտյան կրթությունը, այդ լիբերալ արժեքներն են ուզում սրսկել ժողովրդի մեջ, որտեղ որ չկան այն արժեքները ավանդական, միգուցե նաև կոնսերվատիվ, միշտ չէ, որ այն ամբողջը ինչ որ կոնսերվատիվ է վատ է, բայց մտածված, այսինքն ոչ թե վերցնենք մի բան եւ ասենք սա մերն է եւ այսպես պետք է անենք, այլ հասկանանք թե ինչու ենք դա այդպես անում։ Ես այսօր ձեզ առավոտյան գրեցի, որ առաջ ինձ թվում էր, թե 10 պատվիրանները այդպես կան, ես պետք է ապրեմ դրանցով եւ իմ համայնքի անդամներն էլ ուրեմն կտեսնեն եւ կսովորեն, բայց պարզվում է, որ ոչ, մենք պետք է խոսենք դրա մասին, պետք է սովորեցնենք այդ 10 պատվիրանները պահել, որպեսզի մարդիկ հասկանան։ Իսկ իրականում, երբ որ մենք նայում ենք մեր 4 կողմը, ոչ մի ուրախանալու բան չկա, հա։ Մենք օրինակ այսօր կենտրոնացած ենք մեր սեփական ցավի վրա, հա, Արցախի մեր հայրենակիցների, մեր ժողովրդի, մեր այդ կորուստների ցավի վրա ենք կենտրոնացած, բայց եթե մենք մեր շուրջը նայենք, կտեսնենք օրինակ Սուդանում ինչ է կատարվում, հա, քանի միլիոն մարդ ցեղասպանությանը մատնված եւ ոչ ոք չի խոսում դրա մասին։ Տեր հայր, թույլ տվեք մի քիչ չհամաձայնվել հայերի մասով, որովհետև մենք ցեղասպանությունների մասին շատ ենք խոսել։ Եթե նաև հիշենք, որ մեր սեփական ցեղասպանության հետ կապված Ռուանդայի ցեղասպանության մասին, նույնիսկ հիմա նոր ցեղասպանությունների Իրաքում եզդիների ցեղասպանության մասին խոսել ենք, հա, բայց ընդհանուր առմամբ երևի դուք նկատի ունեք աշխարհը, այսինքն աշխարհի մեծերի մասին է խոսքը։ Աշխարհի մեծ գերտերությունների մասին է եւ այն իրականության, որը մեզ շրջապատում է, հա, եւ հարց է տալ, ինչի վրա ուրախանաս։ Այսքան անարդարության մեջ, երբ որ աղքատությունը այսքան, ինչքան էլ մենք փորձենք ձևականացնել, որ ամեն ինչ լավ է 21-րդ դարում ենք, մարդիկ տներ են գնում, չգիտեմ, մեքենաներ, ճամփորդում են, բան, եթե խորքում նայես, մեծ ամասնությունը դա անում է պարտքով, հա, կրեդիտներ են վերցնում, իրենք իրենց խաբում են, որոշ տեղերում միգուցե դա ճիշտ է այդպես, հա, եթե մտածված է, եթե գիտակցում ես, թե ինչ ես անում, դա վատ չէ, ինքն իրենով վատ չէ, վատը այդ ամբողջը չարաշահելն է, բայց երբ որ տեսնում ես, թե ինչքան շատ է աղքատությունը եւ ինչու է մարդը այդ կրեդիտը վերցնում, որովհետեւ իրեն 4 կողմից ասում են, որ սա էլ պետք է ունենաս, նա էլ պետք է ունենաս, չէ, Հա, բայց հենց մեր 10-րդ պատվիրանի մասին է դա, որ մի ցանկացիր ցանկությունն են հատնացնում քո մեջ եւ դու եթե չմտածես դրա մասին, տրվում ես, հա, որ ինչու չունենաս, ասում ես, բայց հետո երբ որ մտածում ես, լավ, բա քեզ պետք է դա, տեսնում ես, որ միգուցե եւ պետք է, բայց հնարավորություն ունեմ, չունեմ, բա ինչի եմ ես ինձ ծանրացնում, ինչու եմ ես ինձ բարդությունների մեջ գցում եւ ցանկանում այնպիսի մի բան, որի հնարավորությունը ես դեռ չունեմ։ Դրա փոխարեն կարող եմ մտածել, իսկ ինչ անեմ, որ ավելի լավ աշխատեմ, ավելի լավ աշխատավարձ ստանամ, ավելի լավ եկամուտ ունենամ, որ կարողանամ հաջորդը, հա։ Այստեղ գերմանացիների մոտ այսպիսի մի շատ խելացի մոտեցում կա, ասում են, երբ որ մի բան ուզում ես գնել, պետք է գրպանդ նայես, տեսնես, եթե այնքան դրամ ունես, որ նույնից 3 հատ կարող ես գնել, ուրեմն գնի մի հատը։ Եթե չես կարող 3 հատ գնել, եւ դա քեզ ցավ կպատճառի, եթե գնես, ուրեմն մի գնիր։ Իսկ մենք սովորենք պարտքով ապրել, որը շատ սխալ է։ Էլի ազգայինորեն բնագիծ է։ Նույնպես ապրում են Ամերիկայում, նույնպես ապրում են Ամերիկայում, այդ ինքնախտաբեությունն է եւ այդ իբր թե երջանիկ լինելու ճանապարհը, հա։ Մենք այդտեղից ենք, կարծում եմ, Հայաստանում այդտեղից են սովորում, հա, այդ Տեր հայր ջան, վառ օրինակ ասեմ, լրագրողների, ասենք,
լրագրողների էջերում, Facebook-յան էջերում մեկ էլ կտեսնես ինչ որ Եգիպտոս են գնացել կամ ինչ որ միտեղ հանգստանալու, անընդհատ դնում են բան, իբրև թե հետո էլ ասում ես, այ մարդ այսքան ունի կամ ինչ է ուզում դրանով ցույց տալ ու ակնհայտ է ցուցադրում, որ տեսեք, որ նախանձեք այդ ինչ որ բանով, այսինքն ես լրագրողներին բերեցի, որովհետև ուրիշների մասին երևի այդքան իրավունք չունեմ, ինչքան մեր հանրության մասին կարող եմ ասել եւ ուզում էի ասել, որ Պողոս Առաքյալի այդ պատգամի մասին, որ խոսիր ճշմարտության մասին, հիմա լրագրողներն էլ ճշմարտության մասին պետք է խոսեն, ինչ է գնում ցուցադրում ամեն ինչ լավ է, եթե դուք ձեր նյութերում որևիցե սոցիալական խնդիր հանրությանը չեք ներկայացրել արդեն քանի տևական ժամանակ, բայց չէ որ հենց օրինակ լրագրողի խնդիրը դա է, որ խնդիրները վերհանեն, ցույց տան, որ շտկվի դրանք։ Պատասխանատվության հարցը, ճիշտ է, ինչքան ավելի մեծ է, բարձր է մարդու պատասխանատվությունը, այդքան ավելի ինքը նաև բարոյական առումով պետք է մտածված իր քայլերը անի։ Սեփական իմ կյանքից մի օրինակ բերեմ, հա, ասացիք լրագրողներին, պատկերացրեք քահանաներին ինչքան են քարկոտ։ Ես ասել էի մոտ մեր համայնքը տարածված է մոտ 5000 քառակուսի մետր, սխալվեցի, 5000 հոգի, 30,000 քառակուսի կիլոմետր։ Ես հիշեցրեմ, որ դուք Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվն եք, որ մեր ով չգիտի իմանա Գերմանիայում։ Այո, շնորհակալություն։ Առաջ այստեղ գնացքով էի ճամփորդում եւ շատ հեշտ եւ հարմար էր։ Վերջի մոտ 10 տարիները այստեղ այդ գնացքների խնդիրներ եղան եւ ուշանում են գնացքները, չես կարող ճիշտ պլանավորել ճանապարհդ եւ այլն։ Ստիպված եղանք մեքենայով, հա, գնալ, մեքենա վարել եւ ամսական 6000-7000 կիլոմետր ճանապարհ եմ գնում ես։ Ամեն ամիս, հա։ Մարդիկ այստեղ Գերմանիայում 10-12000 կիլոմետր մի տարվա մեջ են երթևեկում, ես մոտ 6000 ամեն ամիս։ Եվ որպեսզի համեստ այդ քայլերով, հա, էժան մեքենա վերցնենք, պատեր հայրամոտ եւ այլն, եւ փորձը ցույց տվեց, որ այդ էժան գնված մեքենաները իրականում ավելի թանկ էին նստում, հա, որովհետև փչանում էին մեքենաները, պետք է տանես սարքելու այդտեղ ծախսեր են ելնում եւ այլն եւ եկանք այն եզրակացության, որ տեղական ապրանքը ամենալավն է եւ գնացինք համայնքի համար մի քանի տարի արդեն օգտագործված Mercedes, որը որ շատ երկար մոտ 4 տարի մեքենան ինձ ծառայեց առանց փչանալու, այսինքն ուղղակի ընթացիկ սովորական ծախսեր անելով, էլեկտրական թե բենզինով, չէ դիզելով, բայց երբ որ վերջում հաշվեցինք, տեսանք, որ իմ ունեցած բոլոր մեքենաների ամենաէժան մեքենան դա էր, հա։ Այսինքն ես բանով չէի, որ անպայման պետք է տեր հայրը Mercedes քշի, այլ մենք հաշվեցինք վարչության անդամների հետ միասին եւ տեսանք, որ դա ամենալավ տարբերակն է։ Մյուս կողմից էլ ապահովությունն է, որ այդքան ճանապարհ ես գնում, պետք է գոնե մի փոքր քեզ լավ զգաս մեքենայի մեջ, այն առումով, որ մեջքդ չջարդվի, ոտքերդ չջարդվեն, հա, երբ որ մի մկրտության կամ պսակի կամ թաղման համար 600-700 կիլոմետր ճանապարհ ես գնում, եւ ապահով լինես ճանապարհին, որովհետեւ եթե դու չլինես, հա, ով է պահելու ընտանիքդ, ով է դեր կանգնելու ընտանիքիդ։ Եվ այս նկատառումներով ինչու եմ սա պատմում, որ ցույց տամ ոչ թե հարցը նրանում է, որ մենք չունենանք, չուզենք, չձգտենք լավին, այլ անենք ամբողջը մեր աշխատանքով մտածված եւ հասկանանք ինչի է մեզ դա պետք, հա։
Օրինակ, եթե ինձ Դա վաղը Գերմանիայում երևի հաշվենկատություն է կոչվում, որ հաշիվ տաս, այս ապրանքը թանկ է, բայց ավելի տնտեսական առումով լավ է։ Հիմա դուք խոսում եք, ես մտածում եմ լվացքի մեքենայից մասին, որ մի քիչ հնացավ, անընդհատ պետք էր լինում մասեր փոխել, վերջում այնքան թանկացավ, որ 80,000 պետք է տալ, ասեցի կներեք 20,000 կտամ նորը կառնեմ, ու այդքան չեմ սարքի։ Հիմա ձեր մեքենայի հարցն է։ Այսինքն մենք եկեղեցին երբեք մարդուն չի սահմանափակում, հա, եւ ասում դու սա չպետք է ունենաս։ Ոչ, հարցը նրանում է, որ թե այդ քո ունեցվածքները քո հարստությունը քեզ թույլ կտա, որ դու քո հոգևոր ճանապարհը զարգացնես։ Դու ես Տերը, թե ինքն է տիրելու քեզ, հա։ Դու պետք է մտածես, բայ այս մեքենան դուրս եկավ, հիմա այս մեկը ունենամ, սա ավելի թանկ է, սա ավելի լավն է, բա հարևաններս ինչ կմտածեն, բայ ես այսքան աշխատում եմ, բա չքշեմ այս մեքենան։ Երբ որ այդ քո մտքերը դառնում են քեզ տիրող, իրենք են քեզ ասում, թե դու ինչ ասես, անես, ոնց մտածես, ոնց ապրես։ Այդ ժամանակ Հա, վտանգը բայց գա։ դուք ասում եք անհատականությունների մասին, անհատականության, իսկ մեծ Նույնը մասով այս եկեղեցին է։ պատվիրանը այն մարդկանց երևի համար է, որոնք իրենց ինքնատիպությունը չգիտեն ու ճիշտն ասած թողներեն ինձ, բայց անհատականություն էլ չեն։ Բոլորն էլ անհատականություն են, մեր Դե կարծիքով, բայց հարցը դրանում է, նայեք, ամուսնացած ընտանիքներ են, մեկը նոր է ամուսնացել, կինը կամ ամուսինը գեղեցիկ, հա, այսպես բոյով բուսաթով, ինչպես ասում են, հիմա մյուսները նայում են եւ ընդհանրապես իբրև քրիստոնյաներ մենք պետք է ունենանք այսպիսի մի մոտեցում, այդ սեռական, հա, կենթանական աշխարհի մակարդակով, եթե խոսենք, սեռական ցանկությունները ընտանիքն է, ամուսինները իրար հանդեպ։ Մյուսներին պետք է մենք սովորենք նայել իբրև մեր քույրեր եւ եղբայրներ, հայրեր եւ մայրեր։ Վերջացավ։ Եվ սրանում փորձենք դաստիարակել մեզ։ Էլի գամ քահանաներին, հա, քահանաների հետ երբ որ կանայք հավաքվում են, խոսում են, հարցեր են տալիս, իրենց ամուսինները հիմնականում չեն խանդում, հա, չնայած մյուս ծայրահեղությունն էլ կա, որ դրան էլ են խանդում։ Ինչու չեն խանդում, որովհետև գիտեն, որ հոգևորականը իրենց վերաբերվում է հալազատ քույրիկների պես եւ այդ սիրուց բխած, հա, եղբայր սիրուց բխված շատ ջերմ զրուցում է եւ օգնում է եւ աղոթում է եւ այսպես պետք է լինի։ Իհարկե միգուցե եւ կան սխալներ եւ վստահաբար կան սխալներ նաեւ այդ հարաբերություններում, բայց դա դատապարտելի երևույթ է հոգեվորականը, բայց ոչ միայն հոգեվորական, այլ նաեւ մենք մեր ընտանիքից դուրս տղամարդուն կամ կնոջը պետք է տեսնենք քույր եւ եղբայր։ Եվ այդ ժամանակ այդ խանդի տեսարանները կվերանան մեր կյանքից։ Խանդը, հա, ամուսնական կյանքում խանդը, ինչի է բերում, ինչ սարսափելի բաներ են, չէ՞, շատ հաճախ չացնում եմ կյանքը։ Վերջերս խոսում էինք ընկերուհուս հետ եւ ինքը իր խանդի մասին էր պատմում։ Ես ճիշտն ասած մի քիչ ուրիշ խմորից եմ, որովհետեւ ես ինքս իմ ցանկությունները, եթե դրանք կան, հիմա ճիշտը որ ասեմ, չկա այդպիսի ցանկություններ, չել եղել, միշտ ասել եմ, որ զարմանում եմ ոնց է այդ ձևի եւ խոսում էր, ասում էր համ ինձ էի տանջում, համ ամուսնուս էր տանջում, բայց ոչինչ չկար, անդադ գնում էի, չգիտեմ, ինչ կասկածներով ստուգում էի եւ բայց փաստորեն ամուսինը իրեն ոչ դավաճանում էր, ոչ էլ, բայց իրենց կյանքը այդ հատվածում չացել է այդ խանդի պատճառով։ Վստահության, սիրո պակասը, խանդը, որը այսպես չար ոչիլի նման, հա, գալիս է, սկսում է մարդու մտքերը ուտել ինքն իրան։ Ես ունեցել եմ մի քանի դեպքեր իմ փորձի մեջ, երբ որ անտեղի տեղը,
հա, մարդիկ մեկը մյուսին խանդել են եւ փչացրել են հարաբերություններ, ամբողջ համայնքային կյանքը կարելի է ասել տակնու վրա են արել, բայց իրականում ինչ ցավալի բան է դա, երբ որ դա հիվանդության է վերածվում, հա։ Վերջերս նաև ունեցանք շատ դժբախտ մի խանդի տեսարանի պատճառով դժբախտ պատահար եւ սա ինչի մասին է խոսում, որ այդ մարդիկ նորից իրենց մտքերը չեն կարողանում կառավարել, իրենց զգացմունքները չեն կարողանում կառավարել, իրար հետ չեն խոսում, չեն փորձում պարզել ինչու եմ ես այդպես մտածում, հա։ Միգուցե Կներեք, ինչ դժբախտ պատահար է եղել կյանքի հետ կապված։ այո, մարդիկ, որոնք խանդի պատճառով մեկը մյուսին դանակ կահարել են, կամ մարդիկ, որոնք բաժանվել են, ընտանիքներ են քանդել, մարդիկ, որոնք այո, այսպիսի սխալ ճանապարհներով իրենց եւ ամբողջ իրենց շրջապատի կյանքը դժբախտացրել են։ Բայց այստեղից ինչ կարող ենք մենք սովորել, որ եթե մենք սիրում ենք, հա, դա էլ ասեմ, նայեք, այդ բռնի կերպով ընտանիքում մնալն էլ լուծում չի, հա։ Ընտանիքը օրհնված է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որ կա սերը։ Եթե սեր չկա, ամեն ինչ անիմաստ է։ Եթե վստահությունը չկա, ամեն ինչ անիմաստ է։ Զորով երեխաների Վստահությունը ամենակարևորն է։ ինչ որ տանջել, համ ինքդ քեզ տանջես, համ դիմացինիդ տանջես, համ երեխաների տանջես, դա լուծում չէ։ Վերականգնել սերը, այս սա լուծում է։ Աղոթել, որ Աստված օգնի այդ սերը վերականգնվի, դա լուծում է։ Իսկ այդպես շարունակել ծանրացնել, հա, դա լուծում չի։ Եվ այստեղ օգնում է խոստովանությունը եւ ապաշխարությունը։ Երբ որ խոստովանվում ես, մտածում ես, թե ինչն էր քեզ խանգարում, հա։ Մենք շատ հաճախ վախենում ենք խոստովանություն բառից, բայց խոստովանությունը ինչ է, երբ որ դու նստում եւ մտածում ես, ահա 10 պատվիրանները դրել եմ թեմաս, հիմա նայում եմ, որն է հաջողվել մոտս, որը չի հաջողվել։ Եթե չի հաջողվել, պետք է սրա վրա աշխատեմ։ Ուրեմն հասկացա, այո, ուզում եմ աշխատել, այո, լավ, այդ ժամանակ գնում եմ եկեղեցի, աղոթում եմ, Տեր Աստված, ինձ ուժ տուր, որպեսզի հասկանամ։ Եվ գնում եմ Տեր Հոր մոտ, խոստովանվում եմ, այդ մեջիցս բոլոր ծանրությունները, այդ սևը, այդ բացասականը, բոլոր այն վիրավորանքները, որ ես ապրել եմ, անարդարությունները, սխալները, որ գործել եմ, որ հետս քաշ եմ տալիս ամբողջ կյանքի ընթացքին, դրանցից ազատվում եմ։ Եվ իմ մեջ, իմ մտքի մեջ, իմ հոգու մեջ տեղ է բացվում լուսավորի համար։ Եվ ես հասկանում եմ, որ ահա, ես այդ բեռը թողեցի եւ հիմա նոր կյանք եմ ուզում սկսել։ Այդ ճանապարհին շատ հավանական է, որ նորից սխալներ կգործեք, նորից բացասական ապրումներ կունենաք, բայց նորից խոստովանությամբ մենք կարող ենք մաքրվել եւ փորձել շարունակել մեր ճանապարհը։ Այնպես որ խոստովանությունից պետք չէ վախենալ։ Եվ այդ խոստովանության ընթացքում մենք նաև այս 10-րդ պատվիրանի հետ կապված կարող ենք մտածել, իսկ ես լավ նախանձի դեմ ինչ կարող եմ անել։ Նախանձի դեմ կարող եմ ես ինքս դառնալ մեծ բարերար եւ նվիրատու։ Մարդ, որը որ իր ունեցվածքը բաժանում է ուրիշներին, կարիքավորներին, կիսվում է ուրիշների հետ։ Հասարակ բան, մեր Հատկապես ժողովրդի, պոտենցիալ նախանձողներին է տալիս։ այո, Գոնե կարկանդակ։ այո, մեր ժողովրդի ավանդություններից եք խոսում, օրինակ իմ հիշողության մեջ ոչ մեր տատիկ պապիկները, ոչ իմ ծնողները երբեք մեր տան դուռը չէին փակում։ Եվ օրվա մեջ մի քանի անգամ միշտ հյուրեր էին գալիս։ Հաց էին ուտում իրար հետ, սուրճ էին դնում։ Ինչ լավ ժամանակներ էին այն Ուզում ես ժամանակները։ հյուր գնալ, հա, պետք է նախապես զանգահարես, հարցնես, պայմանավորվես, հարմար է, հարմար չի, ինքդ մտածես լավ գնացի այդ մարդուտում
ծախսեր են անելու։ Օրինակ ես միշտ երբ որ մեր հավատացյալների տունը այցելում եմ, նախապես ասում եմ, խնդրում եմ մի բաժակ ջուր եւ մի բաժակ սուրճ, դրանից ավել ոչ մի բան չանեք, որ այդ մարդկանց ծախսի տակ չգցես։ Բայց այդ հյուրասիրությունը կիսվելն է, հա։ Իմ պապիկը ասում էր, եթե իմ տանը հաց ու աղ չեն ուտում, ուրեմն ինձ չեն հարգում։ Եվ այդ մարդկային հարաբերությունը, որ կիսվելու ու տալու մեջ է երջանկությունը, հա։ Ուրեմն դու ինչքան շատ ունես, որ կարող ես տալ։ Իսկ այդ ունենալու գաղափարը ոնց կարող ենք մեր մեջ զարգացնել։ Եթե մենք հասկանանք ով ենք մենք, հա։ Այ դուք շատ լավ օրինակ տվեցիք, երբ որ դու տալիս ես, այսինքն ցանկանում ես դրացուդ, հյուրիդ, ինչ որ մի բան տալիս ես, դու չես պահում, ամենալավ վառ օրինակը դա հենց հացով կիսվելն է։ Եվ ով կարող է տալ, այն ով որ ունի, չէ՞։ Այո։ Իսկ եթե մենք հասկանանք, բա ես որտեղից ունենամ, բա հիմա չկարողանայի բոլորին։ Գիտեք, մի շատ հետաքրքիր պատմություն պատմեմ։ Այս վերջերս գնացինք Հայաստան, այդ գյուղերը Գորիսի կողմերում էր։ Հիմա կսխալվեմ անունը, եթե ասեմ գյուղի։ Մի ընտանիք Արցախից գաղթած ընտանիք էր, 4 երեխա ունեին։ Երբ որ այդ նվերներով բանով գնացինք իրենց մոտ, հուզվել էին, որովհետև կինը ասաց դեր հայր չգիտեի վաղը ինչ էի անելու, ինչպես էի պահելու երեխաներից։ Չնայած որ մենք լսում ենք, չէ, նորություններով, այսքան հազար փող են տալիս այդ մարդկանց, բայց այդ մարդիկ որտեղ են ապրում, ոնց են կարողանալու այդ դրանից օգտվել եւ այլն։ Ինչ որ այն գնացինք եւ ուրախացել էին նաև շփման համար, որ իրենց մասին մտածում են, օտար երկրից գալիս են, հարցնեն ոնց եք։ Եվ արդեն վերադառնում ենք կամ մյուս ընտանիքն էինք գնում, զանգահարեց ամուսինը այդ վարորդին մեր եւ ասաց կանեք, չգնաք ոչ միտեղ, տանը կամպոտ եմ գտել, համ մրգերն են Արցախից, համ ջուրն Արցախից, սա պետքա տեր հայրին տամ։ Գիտեք, Նա շատ ուզիչ է։ Երբ որ մարդ ոչ մի բան չունի, բայց այնքան մեծ սեր ունի, որ կարող է դրանով կիսվել մարդկանց հետ։ Այս սրա մասին, այս ամենակատարյալ քրիստոնեությունն է։ Երբ որ դու պատրաստ ես քո կյանքը տալ, եւ ոչ միայն քո կյանքը, այլ քո զավակների կյանքը զոհաբերել քո հայրենիքի ազատության համար, դրանից մեծ սրբություն չկա։ Սրանք արժեքներ են, որոնք մենք իբրև հայ քրիստոնյաներ իրավունք չունենք մոռանալու, բայց մոռացել ենք եւ մոռանում ենք եւ մեզ ստիպում են, որ մոռանանք եւ մեզ երջանիկ ցույց տանք։ Այ ձեր հարցին ի պատասխան ոնց կարող է մարդ այս ամբողջը գիտակցելով երջանիկ լինել եւ ուրախանալ։ Ոչ միայն դա, դուք հիմա դա ասում եք պայքարելու, կյանքի պայքարելու մասին, իսկ նորից բարձր մակարդակով մեզ ասում են ու բոլոր լրատվականները, այդ թվում միջազգային, ցիտելով մեր երկրի ղեկավարին, ասում են նա ասեց, որ հայ ազգը հոգնել է ամեն ինչից, ուզում է ոչինչ չի ուզում անել, ուզում է ապրել, այսինքն ինքը պարզ բառերով ասում է իր հողից, իր տնից եւ ամեն ինչից, բայց դա նշանակում է մարդը ուրեմն աննպատակ է, հա, այդպես է ստացվում։ Այ հարցը դրանում է, իհարկե հոգնել են մարդիկ, այս ստից հոգնել են մարդիկ, այս համատարած ստից մարդիկ հոգնել են։ Եվ Միայն դա չէ, շատ մարդիկ նորմալ դուրս են գալի պայքարի, տեր հայր, հատկապես այս վերջի շրջանում, երբ որ Սրբազան Բագրատը անդադ խոսում է, որ ճշմարտության մասին է այս պայքարը առաջին հերթին, մնացածը ասենք քաղաքական գործիչները պետք է անեն, այն պետք է անեն, այսինքն մեզ ցույց է տալիս, որ ոչինչ վերջացած չի, մի հուսահատվեք, եւ մարդիկ դուրս են գալի, եւ մենք տեսանք ինչ եղավ այդ ժողովրդի 100-ից ավել վիրավորներ, ու այդ մարդը, որը մեր երկրի ղեկավարն է, ուղարկում է ոստիկաններին, որպիսի մարդկանց տեղից տուժած մարդկանց
նորից սարքի հաշմանդամներ, ասում է հոգնել են։ Այսինքն չգիտեմ ինչպես կարելի է Տեր Հայր այդ ամեն ինչից ազատվել։ Այ մենք պատվիրանները խոսեցինք եւ ես ասեցի, որ սա մեր ավարտական եթերն է, ոդկասթը, եթե կարելի է ժամանակակից ուրեմն լեզվով խոսել, բայց մենք անընդհատ ոնց որ դոփ ենք տեղում։ Գիտակից մարդիկ այդ ամեն ինչը հասկանում են, բայց ինչպես մենք ազատվենք այդ ստից։ Ինձ ասում են Տեր Հայր, դու որ կուսակցությանն ես հարում, ասում եմ ես իմ կուսակցությունը ընտրել եմ, իմ կուսակցությունը եկեղեցին է եւ ես ապրում եմ իմ Քրիստոսով, որովհետեւ մեր իշխանությունները ցույց են տալիս, որ միսրիկան գնում է, մյուսը գալիս, նույնն էլ այդպես ցավոք սրտի, եթե չանդրադառնանք այն կարևոր արժեքներին, որոնք մեզ պետք է միացնեն։ Եվ առանց արժեքների ապրելը, մոլախոտի նման ապրելը, դա մեզ չի կարող դեպի փայլուն ապագա տանել, հա։ Նույն այսօրվա եվրոպացիներին վերցրեք եւ դրական կողմերից խոսենք Եվրոպայի, Եվրոպան կարող է հենց Ուկրաինայի հարցում շատ ուրիշ դիրքորոշում ունենալ, որը իրեն ֆինանսական առումով ավելի օգտակար լիներ, բայց ընտրեց մի ուրիշ ճանապարհ, կապ չունի թե ինչ պատճառներ էին, այդ պատճառներից ամենակարևորը նա էր, որ ունեն ընդհանուր արժեքներ եւ այդ արժեքների համար իրենք պատրաստ են նաեւ զոհաբերել իրենց բարօրությունը։ Այ մենք ունենք այդ ազգային արժեքները, որոնք են մեզ միավորում, որոնք են, մենք դրանց մասին չենք խոսում, պետք է խոսենք։ Այդ ստից ձերբազատվելու ճանապարհին պետք է դրա մասին քննարկենք, պետք է մտածենք, պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք առանց իրար վիրավորելու։ Եվ Տեր Հայր, եթե մարդը ասում է խաչքարերը, սկզբում խաչերի մասին, հետո ասում է խաչքարերը եւ ձեռքի առնում, ասում է մի խաչքարեր վզից գցեմ, իսկ չէ որ դուք հարցում եք ո՞րն է արժեքները։ Մեր արժեքները մեր մշակույթն են, որի մեջ նաեւ խաչքարն է, դա մեծ արժեք է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ է գրանցել, որովհետեւ մեր պապերը եւ մեր եկեղեցու հայրերը ասում են չարի անունը շատ մի տուր, որ քեզ հետ չպատերազմի։ Եկեք մենք չարի անունը չեմ տվել։ Թող գիտեք Ես հեշտ է ասելը, ես Հայաստանում եմ ախր ապրում, Տեր Հայր, կներեք ինձ։ Կարինե ջան, մենք ամեն օր 2018 թվականից այսօր օր չկա, որ այդտեղով չապրենք, մենք էլ ֆիզիկապես այստեղ ենք, բայց բոլորիս դժբախտությունն է, մեր ժողովրդի դժբախտությունը այն ինչ կատարվում է։ Ես հեռու եմ այն մտքերից, որ ինչ-որ մեկը մտածված, հա, չեմ ուզում եմ ինձ ստիպել չմտածել, որ դա կարող է այդպես լինել, եւ մտածում եմ, որ պետք է մենք սթափվենք եւ չարի մասին չմտածելը ինչ է նշանակում։ Մենք գիտենք բացասական բոլոր կողմերը գիտենք, եւ գիտենք այն փորձանքները, որոնք եկել են մեր ազգի գլխին։ Դրանք նոր չեն, դրանք 100 տարիներով կրկնվում են եւ մենք դասեր չենք խաղում։ Եվ ինչ որ միտեղ պետք է մենք գիծ անցկացնենք եւ ասենք ժողովուրդ, այսպես չի կարող շարունակվել։ Եկեք մի հատ իրար հետ խոսենք։ Մենք պետք է հասկանանք, որ նախ մեկս մյուսից ներողություն պետք է խնդրենք այս բոլոր չարիքների համար։ Եվ այդ ներողությունը պետք է անկեղծ լինի։ Մենք պետք է փորձենք հասկանալ նաև այս պատվիրանների ինչու համար ես ուզեցի եւ խնդրեցի ձեզ էլ որ սրա մասին խոսենք, այս պատվիրանները շնորհակալ եմ դրա պետք է մեր կյանքում հիմնակարեր լինեն այդ երջանիկ, բայց երջանիկ այն իմաստով ինչպես որ ես եմ դա հասկանում Աստծո հետ հարաբերությունների մեջ երջանկությունը նաև որ դու հարգում ես ինքդ քեզ, սիրում ես քեզ, այդ նույն սիրով սիրում ես դիմացինիդ եւ դրանով ապացուցում սերդ Աստծո հանդեպ։ Մարդու արժանապատվությունը այստեղ դառնում է գլխավոր նախապայման։
մարդը առանց նայելու թե քանի տարեկան է, ինչ սեռի է, ինչ սոցիալական վիճակում է, մաշկը ինչ գույնի է, ինչ ազգության է, մարդը Աստծո պատկերն է եւ նմանությունը, եւ մենք պետք է նրա մեջ փնտրենք այդ Աստվածայինը։ Եվ երբ որ պայքարում ենք, ոչ թե մարդկանց դեմ պայքարենք, այլ պայքարենք այդ չարի եւ այդ մեղքերի եւ այդ ստի եւ այդ անհանդուրժողականության, այդ ատելության, այդ նախանձի դեմ, ոչ թե մարդկանց դեմ, եւ փորձենք սիրել մարդկանց։ Այս ամբողջը հնարավոր է միայն երբ որ մենք հասկանանք մի շատ իրականում հասարակ բան։ Եթե մենք ասում ենք, որ Աստծո պատկերներն ենք եւ կներեք Քրիստոսով մենք քույրեր եւ եղբայրներ ենք, մեծահարուստի տղա լինելը կամ աղջիկ լինելը նշանակում է շատ բաներ կարող ես քեզ թույլ տալ։ Աստծո տղան կամ աղջիկը լինելը նշանակում է, որ ամբողջը ինչ որ տեսնում ես եւ չես տեսնում քոնն է։ Ես քիչ առաջ ասացի պետք է ունենաս, որ կարողանաս տալ։ Երբ որ դու գիտակցես, որ այս ամբողջը քոնն է, այս ամբողջ աշխարհը իր գեղեցկությամբ քոնն է, քո սեփականությունն է, եւ դու պետք է տեր կանգնես դրան, այդ ժամանակ դու նաեւ ցանկացող կլինես։ Դու կհասկանաս, որ քեզ այն ինչ որ քեզ պետք է քո առօրյա կյանքում դու կարող ես ունենալ մտածված աշխատանքով, ոչ թե հեշտասիրությամբ, ոչ թե նախանձով, ոչ թե ստախոսությամբ, խաբեությամբ, այլ աշխատելով Աստված քեզ ուժ կարողություն է տվել, միտք է տվել, հա, եւ դու կարող ես աշխատել եւ հասնել քո շնորհների համաձայն, հասնել այն աստիճանին, որը քեզ երջանիկ, հանգիստ, խաղաղ կյանք կտա։ Մտածի դրա մասին։ Պայքարի քո կյանքում քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան բարձրանալու եւ զարգանալու։ Մի աստիճանին հասար, շարունակիր դեպի հաջորդը զարգանալ եւ ազատվիր այդ ճանապարհից, այդ ճանապարհին քո այդ բեռից, որ գրել ես քո մեջ, հա, այդ ամբողջ սև ծանր բեռից ազատվիր, որպեսզի լուսավորվես եւ ավելի թեթև քայլես։ Այդ նախանձը, խանդը, ստախոսությունը, ատելությունը, գողությունը, սիրո բացակայությունը, դրանք ամբողջը բեռեր են, որոնք մեզ ծանրացնում են եւ թույլ չեն տալիս հանգիստ առաջ քայլել եւ զարգանալ։ Եվ այս 10 պատվիրանները մեզ սովորեցնում են սիրել եւ այդ սիրով բանալիով ապրել երջանիկ, ապրել խաղաղված, հա, բոլոր մտահոգություններով, բոլոր դժբախտություններով հանդերձ հասկանալ, որ այստեղ, այս կյանքում, այս ամենը ինչ որ կատարվում է, վերջը չէ, հա, սա ժամանակավոր ինչ որ մի երևույթ է, եւ կա Աստծո արդարությունը, եւ կա հավիտենականությունը, բայց միևնույն ժամանակ հասկանալով նաեւ, որ այդ հավիտենականությունը այստեղից է սկսվում, եւ մենք ենք կերտում այդ հավիտենականությունը։ Ուրեմն եկեք այդ հավիտենականությունը ստի եւ ատելության վրա չկերտենք, այլ կերտենք սիրո եւ համերաշխության վրա եւ ինչ վերադառնալով նորից այս պատվիրաններին, այս ամենը հասկանալով, հա, փորձենք ավելի կամեցող լինել, հա, երևի ավելի կամեցող լինել եւ թույլ չտալ, որ մեր մտքերը կամ մեր իրերը մեզ ղեկավարեն, այլ մենք ղեկավարենք, կառավարենք մեր մտքերը, ուղղությունը, ինչ ուղղությամբ ենք ուզում մտածել, երբ որ իրեր ունենք, այդ իրերին մենք տիրենք, կարողանանք, երբ որ պետք է նվիրենք ուրիշին, երբ որ պետք է նետենք, երբ որ պետք է նորը գնենք, երբ որ պետք է վերականգնենք, մենք որոշենք, թե ինչպես ենք ապրում, ոչ թե թույլ տանք, որ ուրիշը, չարը մեզ այդ ուղղությունը տա։ Եվ այդ կյանքով ապրելու ընթացքում հասկանում ենք մի բան, նորից վերադառնանք հայրմերին, որ ամենամեծ ազատությունը, ամենամեծ երջանկությունը գտնում ես այնտեղ, երբ որ քո կամքով աղոթում ես Աստծուն եւ ասում ես քո կամքը թող լինի։
Եվ երբ որ քո ազատությունը հնազանդեցնում ես Աստծո կամքին, ամենամեծ ազատությունն ես գտնում։ Երբ որ հասկանալով գնում ես եւ ասում ես Տեր Աստված, ես գիտեմ, որ քո սերը իմ հանդեպ անսահման մեծ է, անմնացորդ սեր է։ Իմ սերը քո հանդեպ միգուցե այդքան անմնացորդ չէ, բայց օգնիր ինձ, որ քեզ սիրեմ, եւ այդ ընթացքում ինչեւ ես սովորում եմ, դու այնպես արա, որ քո կամքը կատարվի եւ այն ամբողջ ինչ որ իմ բարուն է ծառայելու, թող կատարվի ինձ հետ։ Այս միտքը խաղացնում է, անդարտացնում է, երջանկացնում է եւ իմ առաջարկն է մեր ունկնդրողներին, որպեսզի փորձեն սրա մասին մտածել եւ ամեն օր փորձեն մի պատվիրանի մասին մտածել եւ ամեն օր փորձեն այդ պատվիրանի վերաբերյալ իրենց կարծիքը ձևակերպել եւ ապրել այդ պատվիրանով այդ օրը եւ հետո տեսնեն թե ինչպես է իրենց կյանքը փոխվում։ Սա իմ խորհուրդն է մեր լսարանին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեզ այս 10 հաղորդումների ընթացքին նայեցին եւ լսեցին։ Շնորհակալություն Տեր Հայր, ինձ թվում է խորհուրդը երևի կընդօրինակեն, լավ խորհուրդ է եւ ի հավելում ընտրան ասեմ, որ եւ ձեր ալիքում եւ իմ ալիքում կարող են այդ պատվիրանները նորից ու նորից լսել, առավոտյան լինի, երեկոյան աղոթքի քնելուց առաջ, երբ որ կկամենան ու կցանկանան, եւ դուք այստեղ ասեցիք մեր հայ եկեղեցու գլխավոր առաքելության մասին, որը կուզեի ակցենտավորեի, շեշտադրեի։ Այսինքն մենք հայերս ընդունել ենք քրիստոնեությունը հենց այդ պատճառով, որ հավերժություն դեպի հավերժություն։ Մենք վախկոտ ազգ չենք, ինչ որ մեզ ցանկացան այս վերջին շրջանում, նաև թշնամու, մատուցմամբ սարքեն։ Ու Տեր Հայրը հենց դրա մասին ասեց, որ հայ եկեղեցու առաքելությունը հենց դա է, որ մենք գիտակցենք, որ մեր եկեղեցին դա հավերժության ճանապարհն է, որ մենք կարող ենք վերաիմաստավորել ճիշտ մարդ ենք, թե ճիշտ մարդ չենք։ Իհարկե, ամեն ինչ հարաբերական է, բայց 10 պատվիրանները հենց մարդկային լինելն է, հենց կարեկցող լինելը, նենց հետաքրքիր բառեր օգտագործեցիք Տեր Հայր, որ այս վերջի շրջանում տարբեր մարդկանցից լսում եմ, այո, շատ բաներ կա, որ այս հայ ազգը կամեցող ազգ է, բայց հիմի չկամ են դարձել, ոչ ցանկանում են, որ դիմացինը ապրի, ոչ էլ չգիտես, ցանկանում են մեռնի, ինչը որ պետք չունի մեզանում եւ այն ինչ որ դուք ասում եք, ես կուզենայի ոչ թե նորմալ մարդկանց դա միայն վերաբերվի, այլ այն մարդկանց, որոնք հենց դա խախտում են։ Իհարկե նա չի գիտակցում, որ խախտում է պատվիրանները, թեկուզ կարող է քրիստոնյա է, կարող է գնում է եկեղեցի, բայց դա արդեն երևի նաև իր դիմացինը պետք է ասի, երբ որ ճշմարտախոս լինի, երբ որ ցույց տա, այ դու սա ես անում, ու չարությամբ չասի, ասի, որ սա սխալ է, պետք է ուղղվես, եւ այդ դիմացինը պետք է ընդունի։ Դրա համար հենց Տեր Հայրը ասեց, որ մի վախեցեք խոստովանություն անելուց, ապաշխարությունից եւ որպիսի չստացվի ինչ որ մի, այսպես ասեմ, անգրագետ բան, դա կարելի է անել միայն հոգևորականի հետ, այսինքն ուղղակի տանը կամ եկեղեցում մոմ վառելով դուք թողություն չեք ստանում, սիրելի բարեկամներ, պետք է այս զրույցները։ Շնորհակալություն, որ դիտեցիք, չգիտեմ, մենք շարունակենք հոգևոր զրույցները, թե չէ, որովհետև եղել է առաջարկ, Տեր Հայր, դուք գիտեք, բայց ուղղակի հիմա ամռան ընթացքում հնարավոր է դա չկարողանանք կազմակերպել եւ այն հարցերը, որոնք տվել են, մենք չենք կարողացել պատասխանել, մենք նույն YouTube-յան ալիքում կամ Facebook-յան ալիքներում կգրենք, կպատասխանենք։ Շնորհակալ եմ շատ Տեր Հայր, ես միշտ ասում եմ, որ ես առաջինը ինքս եմ խաղաղվում, որովհետև իմ մասնագիտությունը այնքան հակասությունների մասնագիտություն է,
այնքան տարբեր մարդկանց ես հանդիպում եւ ընկնում ես հուսահատությունների մեջ, մեկ էլ ոգևորությունների մեջ եւ այն որ ասում է, չգիտեմ, մի հատ հոգեբանա պետք որ կարողանանք հանգստանանք, ինչպես դուք այսօր առավոտը ասեցիք, վերակենդանացում է պետք։ Ձեր շնորհիվ ես, մյուսները, մեր դիտողները վերակենդանանում ենք, խաղաղվում ենք, ինչի նպատակն էլ հենց եղել է այս զրույցների։ Ստեսություն սիրելի բարեկամներ։ Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն, սիրելիներ։